մեր սիրելի Մարիանա Սարգսյանի հետ։ Այս ամառ առաջին անգամ Հայաստանում իր մենահամերգով հանդես կգա տաղանդաշատ երգչուհի Մարիանա Սարգսյանը։ Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ յուրաքանչյուր նոտա լույս է, յուրաքանչյուր մեղեդի պատմություն եւ յուրաքանչյուր պահ հեքիաթ։ Այդ հեքիաթային աշխարհը կբացվի ձեր առջև։ Հունիսի 22-ին Հայաստանի ազգային օպերայի եւ բալետի թատրոնը կվերածվի կախարդական մի բեմի, որտեղ երազանքները կհնչեն երաժշտությամբ։ Սա պարզապես համերգ չէ, սա հեքիաթային մի աշխարհ է, որտեղ դուք կդառնաք պատմության մի մասը եւ ամենագեղեցիկ անակնկալը ձեր մուտքը նվեր է։ Սակայն անհրաժեշտ է հնարավորինս շուտ մոտենալ օպերային թատրոնի տոմսարքին եւ անձամբ վերցնել ձեր նվեր տոմսը։ Մի թողեք ձեր հեքիաթը, հանդիպենք այնտեղ, որտեղ երաժշտությունը դառնում է կախարդանք։ Ահա ամենակարևոր նորությունը ըստիս Մարիանա Սարգսյանի կողմից մեր հեռուստադիտողներին հայաստանյան նրա մենահամերգն է, որի մասին պիտի խնդրեմ մի փոքր մեզ ներկայացնել, որտեղ Հայաստանից են շատ դիտում բարև հեռուստացրագիրը, ուստի խնդրում եմ ձեզ շտապեք գնալ եւ օպերային թատրոնի տոմսարքից վերցնել անպայման ձեր նվեր տոմսերը եւ հունիսի 22-ին երեկոյան ժամը 7-ին ներկա լինել այս հրաշալի համերգին։ Սա բացառիկ եւ պատվաբեր ծրագիր է, բայց եւ շատ պատասխանատու Մարիանա, ինչ ծրագիր եք պատրաստել։ Սա եղել է իմ երազանքներից մեկը, երբ որ ես առաջին անգամ կազմակերպեցի իմ մենահամերգը Ամերիկայի Միացյալ Նահանգներում, մտովի տրամադրվել է, որ երրորդ մենահամերգս պետք է իրականանա հայրենիքում, եւ այդպես էլ եղավ։ 2016 թվականին եմ կազմակերպել առաջին մենահամերգս եւ երրորդ մենահամերգս լինում է 2026 թվականին ուղիղ 10 տարի հետո հայրենիքում։ Սա երազանք է, քանի որ տաղանդը աստվածատուր է եւ ես ցանկանում եմ այն ինչ Աստված ինձ մեջ ստեղծել է, ուզում եմ իմ ժողովրդին նվիրել, կիսել նրանց հետ, այո, կիսել եւ ներկայացնել իմ ձայնային տաղանդը, երաժշտական գեղեցիկ ծրագիր է սպասվում, հեքիաթային աշխարհ, այնպես որ քաջալերում եմ յուրաքանչյուր հայ, ով գտնվում է Երևանում, շտապեք, եկեք եւ վայելեք գեղեցիկ մի աշխարհ, որտեղ տիրում է գեղեցկությունը, հմայքը եւ իսկապես կվայելեք իմ ձայնային իրական տաղանդը։ Կեցես Մարիանա։ Սա էլ է վերաբերում, այսինքն ընտանիքներին, երեխաներն էլ կարող են ներկա լինել եւ հասանելի է տարբեր տարիքային է։ Հասանելի է այն մարդկանց, ովքեր ցանկանում են ներկա գտնվել։ Այդ իսկ պատճառով նվեր եմ արել, որպեսզի չլինի այնպես, որ ցանկացողները չկարողանան ներկա լինել, այլ իմ դուռը բաց է յուրաքանչյուր ցանկացող հյուրի համար։ Վստահ եմ նաև շատ տուրիստներ կլինեն այստեղից, ու հենց այստեղի մեր հայրենակիցներից շատերը այդ համերգին ներկա կլինեն։ Լավ, իսկ ինչ ծրագիր է սա իր մեջ ներառում։ Միայն ձեր ստեղծագործություններն են, թե դուք ուրիշ կոմպոզիտորների գործեր կամ ուրիշ բանաստեղծների։ Ճիշտն ասած, ես մտածեցի իմ երկրորդ մենահամերգի համարյա թե կրկնօրինակն եմ ներկայացնելու այնտեղ, լինելու է մուլտֆիլմերի կտորներ, որպեսզի այդ հեքիաթը պարգևեմ իմ հանդիսատեսին։ Հերոսներ են լինելու մուլտֆիլմի, այո։ Եվ ուրիշ մասնակիցներ էլ կան համերգին։ Միայն ես եմ երգելու եւ բալետի կատարում էլ ունեմ որոշ կտորների մեջ։ Մի խոսքով չեմ ուզում շատ երաժշտական, բայց շատ գեղեցիկ օր է սպասվում, որտեղ կհնչի իմ ձայնային տվյալները։ Այո, հետաքրքիր է։ Մարիանա, որտեղից այդ տաղանդները քեզ ծնողները ձեր ընտանիքում երաժշտություն եղել է։ Իմ հորաքույրը շատ տաղանդավոր է եղել, ես իրենից եմ վերցրել այս ամենը, ճիշտ է ավաղ ինքը շատ շուտ է հեռացել կյանքից, բայց այս միջոցով ես կենթանի եմ պահում իրեն նաև տաղանդը իմ մեջ դրված։ Այո, երաժշտական կրթություն հասցրել ես ստանալ։ Իհարկե, այո, եւ նաև մինչև օրս Էլադա Չախոյանի մոտ եմ պարապում, մարզում ձայնս եւ շատ ուրախալի է, որ այդ օրը Միս Էլադան նաև ներկա է լինելու եւ շատ գեղեցիկ օր է սպասվում։ Շատ հետաքրքիր է եւ վստահ եմ, որ շատերդ, որ երեխաներին տանում եք Հայաստան, այս հենց այն ամիսն է, երբ արդեն սկսում եք մեկնել հայրենիք,
կարող եք շտապել կամ ձեր հարազատներին դիմել, ձեր նվեր տոմսերը նրանք կվերցնեն եւ դուք էլ հունիսի 22-ին այստեղ բնակվող մեր հայրենակիցների մասին է խոսքը, կարող են ներկա լինել այս ծրագրին։ Դե իսկ Հայաստանում ովքեր դիտում են Բարև հեռուստացրագիրը, վստահ եմ արդեն շտապում են իրենց տոմսերը ձեռք բերել, որտեվ այնքան էլ մեծ չէ այդ դահլիճը, փոքր չէ օպերայի եւ բալետի մեր թատրոնի շենքը, բայց անսահմանափակ չէ, շտապեք ձեռք բերել եւ մի այդ գեղեցիկ տոնը, այդ գեղեցիկ հրավառությունը, որ ձեզ համար պատրաստել է մեր սիրելի Մարիանան, գնացեք եւ վայելեք ամառային այդ գեղեցիկ օրը օպերային թատրոնի եւ մեր սքանչելի իհարկե շենքում, որ հայ ճարտարապետության գլուխ գործոցներից մեկն է եւ հպարտությունը մեր ժողովրդի։ Շատ բարի Մարիանա, ուրեմն այս 3 ձեռնարկները, որոնք կազմակերպել ես, բացառապես մեր ժողովրդի եւ մեր հայ ընտանիքների համար է այստեղ, որոնք պիտի կարողանան գալ եւ մայրերի օրվան նվիրված եւ այս հրաշալի հայկական մշակութային եւ պատմական արժեքների ցուցահանդեսը, որ անմիջապես ապրիլի 23-ին է, 23-ին այդ օրը քանիսին է լինելու դա 2:30 2:30 արդեն դռները բացվում են, մեր հասարակական պետական գործիչներ նաև ներկա կլինեն թե Գլենդելից, թե Գրանադա Հիլզից, որոնց հետ եւս կարող եք հանդիպել, եւ այդ օրը ոչ միայն կլինի խոնարհու մի օր մեր անմեղ զոհերի ու նահատակների հիշատակին, այլ նաև ապրելու, կյանքը շարունակելու, ներկա սերնդի մեջ կամ նրա հետ մեր հույսերը կապելու մի շատ հետաքրքիր օր եւ այսպիսի հրաշալի հիշատակելի մի օր կլինի, որից հետո Փաստորեն այսպես է, ամեն ամիսը մեկ մի ծրագիր է սարել Մարիանա, ապրիլին սա է, մի քանի օր հետո, մայիսի 10-ին մայրերին եւ աղջիկներին նվիրված հոբելյանական ծրագրերից մեկն է, այս անգամ 13-րդը, որին դուք կարող եք ներկա լինել L'Orange ռեստորանում, որի հասցեն է 137 South Glenox Boulevard, այսինքն Բրբանկ քաղաքում է, եւ հաջորդը հասցեն չեմ ասում, որտեղ օպերայի դահլիճ ով չգիտի, եթե Երևանում է, հաջորդը Երևանում է տեղի ունենալու հունիսի 22-ին, երեկոյան ժամը 7-ին, բարեկամներ։ Մարիանայի հրավերն է ձեզ բոլորիդ ներկա լինել եւ իրեն էլ պարգևել են գեղեցիկ բերկրանքը, որ յուրաքանչյուր ստեղծագործող կապում է իր հանդիսատեսի հետ, որտեղ եթե դու որևէ բան ես անում, բայց հանդիսատեսը չկա, որի համար դու պիտի կատարես, մի տեսակ դատարկություն է դառնում։ Ուստի խնդրում եմ ձեզ շատ մեծ ողջավորությամբ ներկա լինել այս 3 ձեռնարկներին եւ ուրախություն պարգևել այն մեր երիտասարդ հայուհուն, որը իր երեխաների դաստիարակությանը զուգահեռ, իր ընտանիքի հոգսերին զուգահեռ, կյանքի բոլոր դժվարություններն ու մարտահրավերները հաղթահարելով հանդերձ, այսքան մեծ բաժին է դնում իր ժողովրդին, իր հայրենակիցներին, իր համայնքին եւ իր հայրենիքին ծառայելու համար։ Եվ այս ծրագրերի մեջ միշտ գոյություն ունի բարեգործական այն մեծ ուրեմն ցանկությունը եւ գործը, որը իրականացնում է Մարիանան։ Հենց այնպես երբեք չեն անցել այս ծրագրերը, նա միշտ օգնել է իր հայրենիքին, միշտ նվիրատվություններ է արել եւ վստահ եմ այս անգամ էլ արդեն այս ծրագիրը հայաստանյան բավականին ծախսաշատ մեծ նվեր է մեր հայրենիքում ապրող հայրենակիցներին։ Կեցես Մարիանա ջան, շատ ուրախ եմ։ Մեր արժանի հայ ազգին։ Այո, ուրիշ ինչ կուզենայիր ինքդ ավելացնել։ Այդքանը դուք այնքան գեղեցիկ ներկայացրեցիք, որ կրկին անգամ շնորհակալ եմ, ինձ շատ հաճելի է եւ քաջալերում եմ բոլորին, որպեսզի ներկա գտնվեն եւ վայելեն այն, ինչ պետք է ներկայացվի։ Չեմ կասկածում, որ հունիսին, երբ արդեն տուն կվերադառնաք, էլի շատ ասելիքներ ու պատմելիքներ կունենաք, որոնցից մեկը ես խոստանում եմ, որ մի գեղեցիկ օր նաև բարևի ծրագրով պիտի ներկայացնենք, եւ համերգից հատվածներ, եւ ձեր տպավորությունները, եւ ժողովրդի տպավորությունները, անպայման նկարեք այդ ամենը այնտեղ, ու թող մնա որպես գեղեցիկ մի հուշ, գեղեցիկ մի հիշատակ այն գեղեցիկ ամառային օրվա հրաշքից, որը ձեզ խոստանում է Մարիանա Սարգսյանը Երևանի օպերայի եւ թատրոնի բեմահարթակում։ Այսքանը ուրեմն սիրելի հայրենակիցներ, սրանով ավարտենք ծրագիրը, բարի երթ ցանկանանք Մարիանա Սարգսյանին, իր գեղեցիկ գործին, իր գեղեցիկ նպատակներին։ Այնքան շատ ասվեց այսօր գեղեցիկ բառը, ու դա պատահական չի Մարիանա, դու եւ հոգով ես շատ գեղեցիկ, եւ քո արտաքինով, եւ քո ցանկություններով, եւ քո նպատակներով, եւ քո բանաստեղծություններով ու երգերով, որի համար այս բառը խնայր ինձ մեջ արժեր այսօր։
Թող Տերը օրհնի բոլոր այն գործերը, որոնք դու կամենում ես դերևս իրականացնել քո ապագա կյանքում։ Այսքանը։ Զգացված եմ, շնորհակալ եմ։ Բարի երթ քեզ սիրելիս։ Շնորհակալություն։ Այսքանը բարեկամներ, մնացեք բարով, Աստված ձեզ պահապան։ Երանի հային հայը չխաբեր, հայի պատիվը միշտ բարձր պահեր, երանի հայը հայապաշտ ծնվեր, հայ ազգանունը երբեք չպղծեր, երանի հային հայը չպատժեր, հայի արյունը հայը չթափեր, երանի հայը միաուժ լիներ, արժանի հայի հայ զավակ լիներ, երանի հայը հայախոս լիներ, հայը հայի հետ հարգանքով լիներ, երանի հայը հայատար լիներ, հայը հային թևթիկունք լիներ, երանի հայը հայ չձևանար, հային արժանի հպարտ հայ մնար, երանի հայը հային չուրանար, հայը հայ ոգով միշտ կայուն մնար, երանի հայը միշտ անհաղթ լիներ, հայը հայի հետ համերաշխ ապրեր, երանի հայը հային չլքեր, հայի արյունը միշտ մաքուր պահեր, երանի հայը միշտ սիրով լիներ, հայը հայի դեմ զենք չբարձրացներ, երանի հայը միշտ հայով ապրեր, հայ կոչվելուց միշտ բերկրանք ապրեր, հայը հայի հետ, հային սիրելով, դարեր շարունակ հայ կմնա։